ձեր տեխնազությունը առաջադրվել է փոխնախագահի պաշտոն, դուք ինչ կարծիք ունեք, իշխանությունը քվեարկելու է ձեր օգտին։ Անկեղծորեն ասեմ, կարծիք չունեմ, եթե նայում ենք սահմանադրության եւ օրենսդրության տեսանկյունից, նշվածը ենթադրում է ոչ թե քվեարկության հայեցողություն, այլ պարտականություն, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել քվեարկությունը, տևաբար ոչ թե այդ իմաստով, այլ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, որը ի զարմանս ինձ օրինակ վկայակոչվեց հենց քաղաքացիական պայմանագրի պատգամավորի կողմից, ուղիղ նախատեսում է, որ կան հարցեր, որոնք սահմանադրի կամքով, թեև ձևական առումով ենթադրում են հայեցողություն, բայց էության մեջ հանդիսանում են պարտականություն։ Սա է։ Այս քննարկում պարոն Վարդեվանյան իրենց համոզել կամ ինչ ելույթ ունենալ, ինչ շեշտադրումները, որ իրենք ամեն դեպքում քաղաքական որոշում են պետք է կայացնել, ինչպես է պատրաստվում իրենց հատկապես որ դուք դեմ եք քվեարկել ազգային եւ նախագահի Կրկին հղում կտամ նրան, որ ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, այնուհետև փոխնախագահների այդ կառուցակարգերի իրացումը ոչ թե ենթադրում է դասական իմաստով քաղաքական քննարկում, բանավեճ եւ այլն, այլ այս դեպքում ենթադրում է նաեւ պարտականություն։ Հակառակ դեպքում սահմանադրի կամքը այդ իմաստով արգելափակվում է։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, որ սա ի վերջո քաղաքական գործընթաց է, ցանկացած հնարավորություն էլ պետք է դիտարկել, ինքս թե ինչ հանգամանքներ կնշեմ, թույլ տվեք չբացահայտեմ այս բանին, որ բոլոր դեպքերում թե ձեզ, թե մեր հայրենակիցների նաև ելույթը ինքնին հետաքրքրություն իր մեջ պարունակի։ Իսկ ինչու հենց դուք ֆրակցիայում ելում անուններն եք քվեարկել, քննարկվել եւ ինչպես եք Ես կարող եմ հետեւյալը ասել։ Ավարտեմ եւ ինչպես եք պատկերացնում այդուհանդերձ երեք ներկայացուցիչների հետ իշխանության աշխատանքը վերևից, որովհետեւ այլ բան է նստած տեղից արձագանքել, այլ բան է նրանց կողքին նստած հետևել կամ էլ ինչ-որտեղ արձագանքել իրենց սուր քննադատությունների։ Դժվար եմ պատկերացնում անկեղծորեն, բայց կվարեք, չէ՞, նիստեր բան ինչ հասնում ական։ Ընդհանրապես արդյոք նիստ վարելու նշված լիազորությունը իրացվելու է թե ոչ, դա էլ քաղաքական կարելի ասել հարմարավետությունից է պայմանավորված, որովհետև ինքնին ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը միանշանակ չի, որ դա ենթադրում է։ Առնվազն պատկերացնում եմ, թե ինչ լիազորություններ է նշված կարգավիճակը ենթադրում, բայց մյուս կողմից նաև դժվարությունները եւս պատկերացնում եմ։ Խմբակցության կողմից նշված որոշումն է կայացվել, ի սկզբանե երբ ընտրության արդյունքների նաև վիճարկման գործընթացներ եւ այլն, կհիշեք, ես մշտապես ընդգծում էի, որ թիմի կողմից կայացված որոշումները ես հարգելու եմ։ Սա եւս թիմի որոշումն է եղել։ Մենակ դեր ստացվի, որ օրինակ դուք ընտրվեք, երկրորդ անգամ նորից դեր տեխնոլոգիությունը կպնդի խմբակցությունը։ Խմբակցությունը կքննարկի, դիրքորոշումը կներկայացնի, կարծում եմ ըստ դրա եկեք հաշվի առնենք։ Պարոն Վարդեվանյան, Խմբակցության քննարկումների նշված հանգամանքները եկեք ես չբացահայտեմ։ Ոչ, առնվազն նշված կարգավիճակը իրենից ենթադրում է հատկապես խորհրդարանական դիվանագիտության ձևաչափում որոշակի առանձնահատկություններ, որոնք ընդհանուր Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մի շարք խնդիրների տեսանկյունից, այդ թվում չեմ այսպես ասած խուսափի նշվածը արձանագրելուց, քաղբանտարկյալների, մարդու իրավունքների հիմնարար խախտումների տեսանկյունից կարող է որոշակի նշանակություն ունենալ։ Հետաքրքիր հանգամանք է արձանագրում ազգային ժողովի նախագահի տեղակալը ներկայացնում է ամբողջ ազգային ժողովը այդ տեսանկյունից իր կարգավիճակից ելնելով։ Պարոն Կիրակոսյան, հաշվի առնելով, որ վերջին օրերին նաև ընդհանրապես կարծես իմ հայտարարագիրն էր նաև քննարկման առարկա դարձել, դրանից ելնելով երևի թե աշխատավարձի վերաբերյալ հանգամանքը որոշակի իմաստով զեղչվում է, ասեմ ավելին, ես կարծում եմ առիթից օգտվելով պետք է առաջարկը այդ ներկայացնել, որ երբ վերլուծվում է իմ հայտարարագիրը, իմ ստացած եկամուտները, խնդրում եմ դրա շրջանակներում թող գնահատվի նաև իմ կողմից վճարված հարկերը։ Եվ այդ վճարված հարկերի տեսանկյուն, եթե հայտարարագրել եմ ինչպես կարող է ստացած չլինեմ, եւ ի դեպ դա հարկերից հետոն է։
որը հայտարարագրվում է։ Հետևաբար դրանից կարելի է հաշվարկել, թե ինչքան հարկ եմ վճարել եւ կարելի է ասել այդ ողջ ժամանակահատվածը եղել եմ մասնավոր ոլորտում, իրականացրել եմ թե իմ մասնագիտական գործունեությունը, թե ձեռնարկատիրական գործունեություն, իդեպ մեր փաստաբանական գրասենյակը շատ ճիշտ հարցադրում եք տալիս, դրա կարճ պատասխանը հետևյալն է, որովհետև ես ինչպես մեր Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիներ ունեմ այնպիսի մտահոգություններ, որոնք այո այս իրավիճակում նույնիսկ ինչ որտեղ հարմարավետ գործունեությունս, ինչ որտեղ նաև ընտանիքիս ցանկությունները անտեսելով գտել եմ ճիշտ, որ անցնեմ կրկին այս ճանապարհով։ Ամփոփելով խորհրդարանական աշխատանքի 2.5 օրերը, սպասում ձեր տպավորություններով կիսվեք։ Այս 9-րդ գումարման խորհրդարանում էլ կողքսում թե նախորդ գումարման եւ մի դիտարկում էլ նախորդ գումարման ազգային ժողովի փոխնախագահ պարոն Իշխան Սաղաթելյանը ընտրվեց, բայց նրա դիմադրողականությունը կարծեք թե երկար չտևեց եւ դիմադրության շարժման ձախողումից հետո, ինչպես դուք դրեցիք ձեր մանդատը եւ լքեցիք խորհրդարանը, այնպես էլ պարոն Սաղաթելյանը վայր դրեց լիազորությունները ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։ Ուզում եմ հասկանալ, ձեր դիմադրողականությունը բավականաչափ է ամբողջ ժամկետով պաշտոնավարելու համար։ Հաշվի առեք վերջին տարիներին այն քաղաքական հետապնդումների գործերով, որոնց շրջանակներում ես իրականացրել եմ պաշտպանություն որպես փաստաբան, այդ թվում հենց Սամվել Կարապետյանի քրեական վարույթի շրջանակներում, որտեղ կալանքը մինչ օրս էլ շարունակվում է, իդեպ առիթից օգտվելով այդ հանգամանքը ընդգծեմ, կարող եմ ասել, որ վստահ եղեք դիմադրողականությունս առավել քան բարձր է եւ ընդհանրապես հարցրեք ցանկացած փաստաբանի, լինի այս վերջին 8 տարիների, թե դրան նախորդած ժամանակահատվածում, թե քաղաքական գրգռվածություն ունեցող քրեական գործերով պաշտպանի կողմից շահերի պաշտպանություն իրականացնելը ինչ դժվարություններ ենթադրում է։ Հետևաբար դիմադրողականության տեսանկյունից անհոգ եղեք, Իշխան Սաղաթելյանի վկայակոչման մասով թույլ տվեք հաշվի առնել մեկ հանգամանք, Իշխան Սաղաթելյանին, եթե չեմ սխալվում, նույնիսկ ամբողջ ազգային ժողովի ծանրաբեռնվածության պայմաններով իմպիչմենտի գործընթաց էին նախաձեռնել հետ կանչելու, ինչևէ, հետևաբար դա նույնը չէ, ինչ հրաժարական տալը, բայց ամեն դեպքում ամփոփելով խոսքս ուզում եմ հստակ ասել, որ ընդհանրապես պաշտոնները չէ, նույն այս ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը չէ, որ էական, գաղափարային, կիրառական նշանակություն ունի ներկա փուլում։ Մենք իսկապես տեսնում ենք, թե ինչ մարտահրավերներ կան եւ դրանով բնականաբար ամենից անհանգիստը մենք ենք։ Միաժամանակ նշվածը որոշակի գործողություն է, գործընթաց է, որը կարող է ունենալ հավելյալ արժեք։ Կփորձենք դա արձանագրել։ Ինչ վերաբերում է կոմֆորտին, կարող եմ ասել, թե 2021 թվականին, թե 2026 թվականին ունեմ դիսկոմֆորտ ստեղծված Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի։ 2021 թվականին մենք խոսում էինք Արցախի շուրջ այդ ժամանակահատվածում առկա իրավիճակի մասին։ Այս ժամանակահատվածում պետք է որպես իրողություն արձանագրենք, որ Արցախը հայաթափվել է, Հայաստանի Հանրապետությունում ունենք անօրինական, ակնհայտ անօրինական, միջազգային իրավունքի տարրական նորմերին հակասող օկուպացիա եւ ստեղծված նաեւ սոցիալ-տնտեսական դժվարությունները չեն կարող ինձ թույլ տալ ասել, որ ես կոմֆորտի զգացում ունեմ։ Շնորհակալ եմ շատ։ Բայց այդուհանդերձ տրամադրված է ամբողջ ժամկետով աշխատել։ Այո։ Պարոն Վարդևանյան, բայց կարծում եմ մինչ այդ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը, կամքը, իրենց գնահատականները լսելի կլինեն։ Վահագն Ալեքսանյանի տեխնատությունից հետո ձեր տեխնատությունն է ներկայացվելու, դուք պատրաստ եք ԿՊԱ-ականների հարցադրումներին պատասխանել, որովհետև ինչպես եւ դուք եք օրինակ անդրադառնում Հայկ Կոնջորյանի կնոջը, հիմա կարող են ԿՊԱ-ականներն էլ անդրադառնալ ձեր կնոջը, հայտարարագրերին, եկամուտներին, գույքերին։ Ես առնվազն գտնում եմ, որ ընտանիքի անդամներին անդրադարձը ես ընդհանրապես չեմ ողջունում, առնվազն ես չեմ կարծում, որ հատուկ այդպիսի անդրադարձ կատարվել է, այլ հարց, որ հանրային բավականին մեծ հետաքրքրություն կար նշված հարցերի վերաբերյալ, դա քննարկվեց ըստ էության, մտքերի փոխանակումը տեղի ունեցավ, ինչ հարցեր կհնչեն ինձ, պատրաստ եմ ցանկացած հարցին էլ պատասխանը տալու, այսքանը, շնորհակալ եմ։